Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 և ավելի տարեկան անձանց հուզող բոլոր խնդիրներին, առողջ ապրելակերպ, սննդակարգ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Ներկայացնում ենք նաև այն բժշկական կենտրոններին ու մասնագետներին, որ ծառայություններ են առաջարկում տարեցներին, այնպես որ նորթափ և երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ տիկին Ժաննա Պայլոզյանին, մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ։ Շնորհակալ եմ տիկին Ժաննա, որ այս հանդիպումը կայացավ։ Ես շնորհակալ, որ այսքան հետաքրքիր եւ արդիական հաղորդում եք նախաձեռնել։ Շնորհակալ եմ տիկին Ժաննա, խոսքի հետ կապված խնդիրներ ի հայտ կարող են գալ մարդու կյանքի բոլոր փուլերում, տարբեր իրավիճակներում, մենք մասնավորապես կենտրոնանալու ենք 65-ից հետո, եթե լինում են այդպիսին եւ կաթվածի հետևանքով, եթե ի հայտ են գալիս այդ խնդիրները, ասացեք, խնդրեմ, թե ինչ է տեղի ունենում մարդու գլխուղեղում, երբ որ կաթված է տանում։ Լոգոպեդները, որոնք աշխատում են խոսքի խանգարումների հետ, իհարկե ոչ միայն երեխաների հետ են աշխատում, այլ նաև մեծերի եւ ցանկացած տարիքում կարող է ցավոք սրտի լինել խոսքի խանգարում, մասնավորապես կաթվածից հետո։ Պետք է ասել, որ կաթվածը բավականին տարածված հիվանդություն է, այն ունի իր տարատեսակները, թույլ տվեք դրա մասին թող խոսեն բժիշկները։ Ես պարզապես կուզենամ բացատրել, թե ինչ է տեղի ունենում եւ ինչու է ուժում խոսքը։ Կաթվածի արդյունքում խանգարվում է ուղեղի արյան շրջանառությունը։ Հետևաբար այն կենտրոնները, որոնք պատասխանատու են խոսքի համար, իսկ դրանք երկուսը հիմնական, ես հիմա դրանց մասին կպատմեմ, եւ նաեւ կան մի շարք դաշտեր, որոնք պատասխանատու են խոսքի համար, բացի այդ երկու կարևոր կենտրոններից, դրանք փաստորեն հայտնվում են արյան շրջանառության թթվածնի դեֆիցիտի պայմաններում։ Կարող ենք այդպես ասել, էլի։ Եվ ամեն դեպքում բջիջները, նյարդային բջիջները, որոնք պատասխանատու են նաև խոսքի համար, դրանք քաղց են ապրում եւ մահանում։ Կամ էլ այդ արյան զեղումը ինքը կարող է տարածվել ամբողջ տարածքով ուղեղի եւ բնական է ճնշել դրանով ուրեմն համապատասխան ֆունկցիաները։ Խոսքի համար հիմնականում պատասխանատու է երկու կենտրոն, մեկը դրանցից գտնվում է շարժողական հատվածում կամ հետճակատային եւ ինքը պատասխանատու է մեր խոսելու համար։ Եվ եւս մեկ կենտրոն, որը գտնվում է քունքային հատվածում, որը պատասխանատու է խոսքը հասկանալու համար։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ շատ դեպքերում մենք կարծես թե մոռանում ենք, էլի, որ ախր խոսքը երկու կողմ ունի, եւ բացի այն, որ մենք խոսում ենք, մենք պետք է նաեւ ինքներս մեզ լսենք եւ դիմացինին լսենք ու հասկանանք։ Եվ այն դեպքերում, երբ որ տուժում է այդ դաշտերից, այդ կենտրոններից որևէ մեկը, մենք կարող ենք ունենալ շատ լուրջ խոսքի խանգարում, որը կոչվում է աֆազիա։ Բացի այդ, խոսքի համար պատասխանատու են նաև դաշտեր, որոնք գտնվում են ֆրոնտալ հատվածում, այսինքն ճակատային հատվածում, դաշտեր, որոնք գտնվում են գագաթային հատվածում, ծոծրակային հատվածում, որ ամեն մեկը ունի իր պատասխանատվությունը, իր ֆունկցիան, ասենք, օրինակ ճակատային հատվածը ֆրոնտալ, ինքը պատասխանատու է նախաձեռնության համար։ Դրա համար կարող է մենք հանդիպենք մի մարդու, որը խոսում է, խոսում է ամեն դեպքում, ինքը խոսում է, բայց նախաձեռնող չէ, պասիվ է եւ շատ դեպքերում նույնիսկ կարող են դիմացիները չհասկանալ, որ պատճառը խոսքի խանգարումն է, այլ ոչ թե ընդհանուր պասիվությունը։ Շատ դեպքերում ասում են, «Իսկ բնավորությունն է փոխել, տրամադրությունն է, ինչի»։ Կամ օրինակ գագաթածոծրակային հատվածում հանդիպող դեպքերում ախտահարման դեպքում կարող է մարդը դժվարանա հասկանալ ժամանակը եւ տարածությունը պատկերացնող բառերը։ Ընդհանուր առմամբ ինքը կխոսի, բայց կդժվարանա ըմբռնել դիմացինի, ասենք, ասած պատճառահետևանքային կապերը, չի կարողանա կառուցել բարդ նախադասություններ։ Իսկ ինչ վերաբերում է, ասենք, քունքային հատվածին, ապա այդ դեպքում, եթե միայն տուժած է քունքային հատվածը եւ կոպիտ ձևով, տվյալ մարդը կկարողանա խոսել, բայց այդ խոսքը ինքը արդյունավետ խոսք չէ, նույնիսկ կարելի ասել, որ մարդը շատ է խոսում է, բայց այդ շատախոսության մեջ նյութ չկա, կոպիտ ասած, կամ շատ քիչ է այդ նյութը, էլի, եւ դա նույնպես պետք է հաշվի առնել։ Ինչ վերաբերում է թե սեփական խոսքն է տուժած, ապա մարդիկ, ովքեր ունեն համապատասխան կենտրոնների ախտահարում, իրենք դժվարանում են արտաբերել առանձին հնչյուններ, դժվարանում են ասել բառեր, տուժում է խոսքի սահունությունը, արտաբերական կողմը եւ
ծանր դեպքերում մարդիկ պարզապես չեն կարողանում խոսել կամ խոսում են շատ վատ, հա։ Բանն այն է, որ այդտեղ խնդիրը նաև բարդանում է նրանով, որ գրավոր խոսքը նույնպես տուժում է, որովհետև միշտ թվում է դե չի կարողանում խոսել, հեսա թուղթու մատիտը կտամ կգրի ամեն ինչ լավ կլինի, չի կարողանում, քանի որ այն խանգարումը, որը ես նշեցի, աֆազիան համակարգային խանգարում է եւ այս պարագայում տուժում է նաև գրավոր խոսքը։ Այսինքն ոչ միայն գրելու կարողությունն է այստեղ տուժում, այլև նաև միտքը ձևակերպելու, բառերով միտքը արտահայտելու կարողությունը։ Տիկին Ժաննա, կաթվածից հետո ձեր նշած մի շարք ուղղություններից ո՞րն է ավելի շատ հանդիպում։ Հնարավոր է, որ մարդկանց համար, ընտանիքի համար ավելի տեսանելի են այն դեպքերը, երբ որ մարդը չի արտաբերում խոսքեր։ Մյուսներն պակաս ընկալելի են, պակաս տեսանելի են։ Միանշանակ շատ ճիշտ եք ասում, իհարկե երբ որ մարդը չի խոսում, դա միանգամից աչքի է ընկնում, իսկ այն դեպքերում, երբ որ մարդը շատ է խոսում է, բայց արդյունավետ չի խոսում, որտեղ պարբերաբար ինքը այնուամենայնիվ ինչ-որ բաներ ընկալում է, պատասխանում է, ասում են հիշողությունն է տուժել։ Իրականում հիշողությունը չէ, այսինքն շատ հավանական է, որ հիշողությունն էլ տուժած լինի, բայց պետք է ստուգել ամեն դեպքում։ Ամենատարածված ձևը այսպես կոչված մոտորային ձևն է, շարժողական, հաջորդը այդպես կարող ենք ասել սենսորային, զգայական, այսինքն, բայց հաճախ հանդիպում են այդ երկուսը մեկտեղ։ Մոտորայինը որն է եւ մոտորային շարժողական, երբ որ մարդու մոտ տուժած է հենց շարժողական կողմը խոսել է եւ որպես այդպիսին է։ Իսկ սենսորայինը երբ որ ընկալում է։ Այո, իսկ լինում է, որ երկուսն էլ միասին են տուժած։ Լինում են իհարկե ոչ այդքան տեսանելի դեպքեր եւ դրանք իհարկե շատ ավելի քիչ են հանդիպում, ասենք թե մեր տեսադաշտում, թե բժիշկներն են ավելի հազվադեպ ուղղորդում նման դեպքերում, բայց բացի խոսքի կորստից երևի պետք է նշել եւս երկու երևի շատ կարեւոր հանգամանք, այն է, որ որոշ դեպքերում կաթվածից հետո տուժում է նաեւ կլման ակտը։ Դա իհարկե մի փոքր այլ զրույց է, երևի թե ուրիշ թեմա է եւ նաեւ կարող է լինել միայն արտաբերական կոպիտ խանգարումներ, դա էլ կոչվում է դիզարտրի, արդեն եւս մի ձև, բայց այդ դիզարտրիայի դեպքում փառք Աստծո գրավոր խոսքը պահպանված է, մարդիկ կարող են խոսել։ Պարզապես խոսքը, քանի որ ինքը շարժողական ակտ է, ինքը շատ հաճախ զուգակցված է լինում դրա խանգարումը շարժողական ոլորտի հետ, այսինքն ձեռքի եւ ոտքի շարժունակության, ուրեմն սահմանափակման հետ, եթե չասենք անկարողության։ Դա էլ է բարդացնում իրավիճակը, հա, որտեվ ասենք այստեղ բացի այն, որ պետք է մենք վերականգնենք գրավոր խոսքը ենթադրենք, ապա մենք պետք է նաև ինչ որտեղ հաղթահարենք հոգեբանական դժվարությունը, որ խնդրենք մարդուն, որպեսզի եթե ինքը միշտ գրել է աջով, հիմա փորձի գրել ձախով։ Մի շարք այդպիսի նյուանսներ իհարկե դժվարություններ կան։ Տիկին Ժաննա, ախտորոշման տեսակետից, որը հեշտացնում է մասնագետների գործը լոգոպեդի, ախտորոշման որ եղանակով ենք կարող տեսնել, թե մարդու մոտ բացի կլինիկական բնութագրումները, թե գլխուղեղի որ հատվածն է վնասված եւ ինչ աստիճանի։ Դե իրականում կան հիմա նեյրովիզուալիզացիայի մեթոդներ, որոնք տեսանելի են դարձնում ախտահարման օջախը, միանշանակ դա ամենալավագույն ձեռքբերումներից մեկն է մարդկության եւ բժշկության, բայց ամեն դեպքում միշտ է հետարքիր եւ նույնիսկ բարձանքի արժանի այն, որ ժամանակին երբ որ չեն եղել այդ մեթոդները, մարդիկ կարողացել են այնուամենայնիվ իմանալով դրսևորումները մոտավորապես ասել, թե որ հատվածն է ախտահարված։ Այսօր հիմնականում դա նեյրովիզուալիզացիան է, բայց իհարկե մեր զրույց հետազոտումը, այո, մեր զրույց հետազոտումը, փորձը, բժիշկների փորձը, լոգոպեդների, նյարդահոգեբանների, ինքը միանշանակ մեզ հուշում է, թե այս սիմպտոմատիկան ինչին է բնորոշ, որ օջախին է ավելի շատ բնորոշ, բայց իհարկե այսօր մենք ունենք այդպիսի հզոր զենք, որ կարող ենք տեսանելի դարձնել այդ ամենը։ Ձեր ասացից ես մտածում եմ, որ դեմենցիան ախտորոշելու, կանխարգելելու, վաղ իմանալու համար կիրառվում է մոկատեստը, մոնրեալյան տեստը, որի ժամանակ այդ ձեր ասած տարածական կողմնորոշումն ենք ստուգում, կարճատև, երկարաշունչ նախադասությունները կրկնելու կարողությունը ժամանակի եւ այս ամենը վեր է հանում ցանկացած կոգնիտիվ խնդիր, որ կա նախնական փուլում։ Սկրինինգ տեստը, ինքը ուղղակի այդ սկզբնական շրջանի համար առաջին քայլ որպես։ Բանն այն է, որ աֆազիան ինքը դեմենցիա չէ։
դա թուլամտություն չէ։ Կարող է մարդու մոտ շրջապատի մոտ այդպիսի տպավորություն լինի, բայց դա թուլամտություն չէ։ Սակայն խոսքի կորուստը կարող է զուգակցված լինել թուլամտության հետ, եւ մենք դա շատ հաճախ ենք տեսնում եւ վերջերս դրան շատ ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել եւ վաղ են սկսել դա զգալ եւ ախտորոշել, փորձել օգնել։ Նաեւ կարող է որոշակի հոգեբուժական խնդրի հետ ուղեկցվի, բայց ինքը աֆազիան որպես այդպիսին է, ինքը ոչ ինտելեկտն է դժում դրանից, ոչ էլ պսիխիկան մարդու։ Զուտ խոսելու կարողությունը եւ խոսքն ընկալելու։ Խոսքը դե հետո նաեւ փոխվում է մարդու ընտանեկան կարգավիճակը, նրա սոցիալական կարգավիճակը, իհարկե ինքը իր հետ շատ մեծ խնդիրներ է բերում ոչ միայն տվյալ անձի համար, այլ նաեւ ընտանիքի։ Իհարկե դեմենցիային իհարկե կանդրադառնանք, եթե ժամանակ ունենանք, աֆազիան որպես դրսևորումներից մեկը, վերադառնալով կաթվածին։ Եթե կաթվածից հետո մարդը ունի խոսքի նշված խանգարումներից որևէ մեկը, ինչը պետք է լինի ընտանիքի եւ ընդհանրապես բուժող բժշկի ուղղորդումները, ինչ պիտի անի մարդը, որ արագ վերականգնի խոսելու կարողությունը եւ արդյոք կարողությունը, աստիճանը եւ արդյոք հնարավոր է դա լիարժեք վերականգնել։ Լինում են դեպքեր, երբ որ վերականգնումը տեղի ունենում ինքնաբուխ։ Իհարկե ինքնաբուխը շատ պայմանական հասկացություն է, որտեղ միևնույն է մարդը դեղորայք է ընդունում, միևնույն է իրեն շրջապատում միջամտություն կա։ Մարդիկ, ովքեր խոսում են, իսկ դա նույնպես շատ դրական ազդեցություն ունենում։ Ամեն դեպքում կա ինքնաբուխ եւ բավականին արագ այդպիսի հետընթաց դրական իմաստով, այսինքն խոսքը վերականգնվում է։ Բայց ցավոք սրտի նման դեպքերը շատ քիչ են, շատ քիչ են եւ հիմնականում մենք գործ ունենք այսպես կոչված ուղղորդված վերականգնման հետ, երբ որ միջամտություն է տեղի ունենում եւ բժշկական եւ ուրեմն շարժողական ոլորտի եւ նաեւ խոսքային թերապիա է իրականացվում։ Ինչքան ավելի շուտ դա նկատվի, ինչքան ավելի շուտ դա այդ աշխատանքը սկսվի, այդքան ավելի լավ, բայց ասեմ, որ աշխատանքը երկարատև է, ծանր դեպքերում այն շատ երկարատև է եւ անգամ կարող է տևել տարիներ, ցավոք սրտի։ Իսկ սուրետ, բայց ինչքան ավելի շուտ սկսես այդ աշխատանքը, ավելի լավ է, որովհետև բացակայությունը օգնության կամ էլ սխալ մոտեցումը կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել։ Մարդիկ զգայական կողմին անդառնանք, ինչ զգացողություն են ունենում մարդիկ, որ 60-ից հետո, 50-ից հետո, կաթվածից հետո կորցնում են այդ բազային կարելի ասել ամենակարևոր ունակություններից։ Պետք է ասել, որ այստեղ 60-ից հետո ինչի, այստեղ 30-ից ցանկացած տարիք անգամ երեխաների շրջանում շատ ծանր են տանում, իհարկե փոքր ինչ դա նաև կախված է թե որ օջախն է ախտարված, որ հատվածը, այսինքն, որ հատվածը ուղեղի եւ շատ դեպքերում հենց մոտորային շարժողական կողմի, դժվարությունների դեպքում մարդիկ գիտակցում են խնդիրը, ծանր ապրումներ են ունենում, նեղվում են, լացում են, բարկանում են, ինչ որ մի փուլ կա, երբ որ իրեն կարող է հրաժարվեն նույնիսկ աշխատանքից, հետո գալիս է մի պահ, որ հասկանում եմ, որ սենց առանց ոչինչ անելու չի կարելի։ Պիտի ձեռնարկել։ Սենսորային, այսինքն զգայականի դեպքում մարդիկ կարող է սկզբնական շրջանում չզգան իրենց խնդիրը, որտեղ իրենք ընդհանուր գրգռված վիճակում են լինում, իրենք չունեն շարժողական դժվարություններ, իրենք չեն հասկանում ինչու իրենց տիպում պարկել, ինչ որ ռեժիմ պահպանել, կամ ինչ է պարկելը, եթե ընկալման հարց է։ Եվ դա էլ ունի իր կողմը դժվարությունները։ Զգայականի դեպքում երևի պիտի մեր խոսքն ուղղենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ասելու, որ եթե ձեր ընտանիքի անդամը կաթված ունի ու եթե ձեզ կթվա մի պահ, որ ձեր ասած խոսքը դա նկատելի չի, կամ ասածը չի անում, կամ պարտադիր, այստեղ էլ կարող է խնդիր լինել եւ անպայման դիմեն մասնագետի։ Անպայման, հետո որ ճիշտ մեկնաբանեն այնինչ որ տեսնում են, նաեւ գիտեք կա լինում են իրավիճակներ, երբ որ մարդը ի սկզբանե եղել է տան մեծը, տան որոշողը, այսպես ղեկավարը, եւ նրա խոսքը եղել է օրենք, եւ ինքը հիմա հա ու չէ անում նույն ձևով, ինչ որ նույնիսկ եթե չի խոսում, ուղղակի հա ու չէով փորձում հասկացնել, ցավոք սրտի այդ հա ու չեն կարող է չհամապատասխանեն իրավիճակին, դրա համար ամեն դեպքում պետք է մարդուն ոնց որ նույն ճակերտներում ստուգել, հակասող հարցեր տալ, նույն հարցը մի քանի ձևով տալ եւ հասկանալ, որ միգուցե ընտանիքում դերերը պետք է փոխվեն դրանից հետո։ Նաև շատ տարածված սխալներ են լինում, երբ որ ուրեմն բերում են ինչ-որ
այբենարանը, այբուբենը դնում են, ասում են դե թող սովորի նորից, ինքը չի սովորի։ Նախ առաջ մենք արդեն սովորել վերջացրել ենք, եւ երկրորդ այնտեղ բոլորովին ուրիշ մեխանիզմներ են աշխատում եւ բացի այդ ամենից որ դա արդյունավետ չէ, դա հոգեբանական շատ մեծ հարված է հասցնում, ինչ ես երեխա եմ, ինչա ինձ բերել եք, ուրեմն էս։ Նորից տարեր սովորել։ Անկամ երբ որ մենք աշխատում ենք, դե մենք ստիպված ենք որոշակի շատ պարզագույն վարժություններ բաներ ասել, դա կարող է ջղայնացնել մարդուն, նյարդայնացնել։ Ես միշտ ասում եմ ներեցեք, բայց ես ստիպված եմ դա անում կամ մենք ասում ենք սա թեստ է, թեստ բառը ունի մոգական ինչ-որ ուժ, երբ որ մարդիկ սկսում են մեզ այդ պահին վստահել, նաև կարող է ասում եմ այս խալ ընկալեն ու իրենք չհասկանան, որ այդտեղ խնդիրը խոսքն է, ոչ թե ինչ-որ հոգեբանական պրոբլեմներ։ Դա միշտ շատ ցանկալի է, որպեսզի իհարկե այնուամենայնիվ գոնե մեկ անգամ դիմեն բժշկի, դիմեն լոգոպեդի, որպեսզի իրենց համար ավելի հստակ լինի, թե ինչ խնդիր է, միգուցե աֆազիա է, միգուցե դիզարտրիա է, ինչով կարելի է օգնել եւ այլն։ Մտորելու տեղիք տվող բաների մասին եք խոսում եւ վստահ եմ, որ մեզ մարդիկ լսում են, իրենք էլ ներկայացեն, կտեսնեն գուցե նման խնդիրներ կա, գուցե դժվարություններ ունեն եւ ընտանիքի անդամներն էլ էլի փոխանակ մարդու հետ միանգամից հարաբերությունները բարթանում են իհարկե, բայց գուցե ընկալման հենց խնդիրներն են, որոնք տեսանելի չեն, բայց սուբյեկտիվ է ամեն դեպքում, հետաքրքիր է։ Իսկ այն մարդիկ, որ կատված տարել են, հաղթահարել են, այսպես ասած, այս մնացուկային երևույթներ ունեն կամ այս ինչ կարող են անել տնային պայմաններում, որպեսզի զարգացնեն այս կարողությունները։ Նախ դե ասացի, պետք է խուսափել տարածված խալներից, հա, այդ այբուբեն առաջարկելը, մանկական գրքեր բերելը, գրել փորձել արժի, որովհետև դրանով նաև մենք կարող ենք հասկանալ, թե ինչ խանգարում է, որ տեսակն է, եւ նաև տվյալ մարդկանց հետ ուրեմն պարտադիր չէ նայես դե ձև է, դա էլ ասեմ, հա, եթե ասենք շարժողական խանգարումներ է, ցանկալի է մի հատ կոնսուլտացիա անցնել եւ հասկանալ ինչ անել, որովհետեւ ես եթե հիմա ասեմ ինչ անել, կարող է սխալ ընդհանուր դեպքեր են, հա։ Այո։ Եվ անպայման պետք է ցուցադրվեն այն մեթոդները, այն տարբերակները, որոնք պետք է կիրառել տվյալ մարդու հետ աշխատելիս, շփվելիս։ Միանշանակ պետք է շփվել։ Նաև պետք է խուսափել տվյալ մարդու ներկայությամբ, անգամ եթե ինքը ունի այդ զգայական խանգարումները, կարծես թե մեզ լավ չի հասկանում, խուսափել ինչ որ բացասական ռեակցիաներ տալուց, վայ, այս ինչ դարձավ, այս ինչ եղավ, այս կյանքում ոչ մի բան չի վերականգնվի, որտեղ իրենք պահի տակ կարող են շատ լավ հասկանալ եւ բացի այդ իրենք շատ լավ հասկանում են ինտոնացիան, այդ հուզական, այդ մեղեդայնությունը իրենց մոտ պահպանված է։ Եվ դա, այո, դա կարող է իրենց շատ այսպես վնասել։ Ինչ վերաբերում է աշխատելուն, օգնելուն, ապա պետք է այդ մարդիկ իրենց չզգան մեկուսացված, պարտադիր չէ այդ մարդուն անվերջ ինչ-որ հարցեր տալ, բայց ինքը պետք է գտնվի ուշադրության կենտրոնում, էլի չափավոր, ինքը չպետք է ամբողջ օրը անցկացնի հեռուստացույցի առջև, հա, պետք է ունենան ռեժիմ, պետք է տվյալ մարդու հետ այնուամենայնիվ փորձել շփվել, անգամ եթե ոչ իրեն հետ անմիջապես, ապա նրա ներկայությամբ զրուցել, որպեսզի ինքը այնուամենայնիվ խոսքը լսի, տեղյակ լինի եւ մի տարածված սխալ, երբ որ որևէ հաջողված բառ մարդուն ստիպում են, որ ինքը անվերջ կրկնի, վայ ինքը արդեն այս բանը սկսեց ասել։ Այդ անվերջ կրկնելը նույնպես բերում է բացասական հետևանքներ, երբ որ մարդը միայն այդ բառն է սկսում ասել։ Ցավոք սերտ է այդպես էլ է լինում։ Այսինքն ամեն դեպքում ինչ որ մի կոնսուլտացիա, ինչ որ մի խորհուրդ հնարավորինս միջամտություն, հա, մասնագիտական անհրաժեշտ է։ Ես հասկանում եմ, որ շատ մարդիկ հեռու են ապրում, միգուցե այս ծառայությունը այդքան է տարածված չէ դեռ, բայց գոյություն ունեն գոնե on-line կոնսուլտացիաներ, թեկուզ այդ ձևով, թեկուզ ասենք ինչ որ պարբերաբար ինչ որ պարբերությամբ։ Հա։ Տիկին Ժաննա, անդրադառնանք լսողական խնդիրներին, որքանով են լսողության հետ կապված խնդիրները, որ տարեց մարդիկ ունենում են, կապակցված խոսքի հետ, խոսքի խանգարումների հետ։ Ստեղ չեն կարող ասել խոսքի խանգարում որպես այդպիսին, եթե այդ լսողության խանգարումը ձեռք բերովի, այսինքն տարիքային է, իհարկե այն ազդում է
հաղորդակցման վրա առաջին հերթին, որտեղ եթե մարդը լավ չի լսում, ստիպված են կրկնել, հա ինքն է սկսում կրկնել նույն բանը, բղավել եւ ասենք նման հաղորդակցումը ստիպված են բղավում, հա մարդիկ նման հաղորդակցումը ոչ մեկին հաճույք չի պատճառում։ Դե համար կարծում եմ, որտեղ շատ կարեւոր է միանգամից ուշադրություն դարձնել լսողությանը, կրել լսողական սարքեր, կան հիմա շատ լավ սարքեր, շատ նուրբ, շատ զգայուն, շատ որակյալ եւ միանշանակ հաղորդակցման որակը այդ դեպքում բարելավվում է։ Իսկ որպես աջակցող միջոցներ կարող են նկարելը, գունավորելը, երաժշտություն լսելը ինչ որ կերպ դրական ազդեցություն ունենալ խոսքի հետ կապված, թե որևէ կերպ չի կարող օգտակար լինել։ Օգտակար կարող է լինել այնքանով, որ լավ հարց տվեցիք, իդեպ, որ շատ դեպքերում, այսինքն նորմայում միշտ մեր կյանքում բնականon, հա, այդպես հաղորդակցման ժամանակ մենք ոչ խոսքային միջոցներ ենք կիրառում, հա, ժեստեր, ինչ որ մարմնի դիրքը, միմիկան, դեմքի դիմախաղը, այդ բոլորը իհարկե պետք է կիրառել անպայման, եւ այդ մարդկանց հետ պետք է խոսել փոքր-ինչ դանդաղ, հա, անպայման ուղեկցել ինչ որ ժեստերով, ու կարելի է օգտագործել նաեւ եւ կարճությունը եւ ինչ որ առարկաներ եւ որոշ դեպքերում այն մարդիկ, ովքեր լավ չեն ըմբռնում դիմացինի խոսքը, երբ որ մենք գրում ենք իրենց համար, քանի որ տեղ արդեն աշխատում է ուրիշ վերլուծիչ, դրա հաշվին իրենք ավելի լավ են հասկանում դիմացին։ Այսինքն ձեր ասածը շատ տեղին է, շատ ճիշտ է, արդարացված է։ Գոնե օգտակար կլինի նկարել, հետո ձեռքը տարբեր ձեռքերով ոնց դուք նշեցիք, կաչով, ձախով, եղել են մասնագետներ խորհրդանվել երկու ձեռքով հնարավորության դեպքում ակտիվացնել։ Եթե պարալիզ ինքը չի կարողանա երկու ձեռքով, այս դեպքում մենք ձախը ինչու ենք օգտագործում, մենք ստիպված ենք այն անել, թե չենք օգտագործել էլի թողաչով։ Հետո դե նկարել, գիտեք, եթե մարդը չի նկարել, հիմա ինքը դժվար սկսի նկարել։ Ներկել նկատի ունեի, ճիշտ ասած։ Ներկելը չէ, դա այդ մարդիկ ինտելեկտի խնդիր չունեն, որ իսկ ներկելը ավելի շատ կարող է լինի այդ թուլամտության դեպքում, հա, երբ որ մարդը ունի ճանաչողական ֆունկցիաների խանգարումներ, այսպես ընդհանուր շատ դժվար է ասել։ Ընդհանուր պետք է ասել մեկուսացված չլինեն, ուշադրության կենտրոնում լինեն, իհարկե չչարաշահեն այդ ուշադրության կենտրոնը, չափից ավելի այդ մարդկանց ֆիքսվել վրա, չֆիքսվեն, չպարտադրեն, չկրկնեն, այսինքն անելով լավը իրականում ուրեմն վնասեն եւ անպայման այնուամենայնիվ պետք է մասնագիտական կոնսուլտացիա։ Եվ կարմիր թելի պես պիտի ասենք, որ այստեղ անելիք ունեն հարազատները, զինվելով համբերությամբ, հասկանալով, թե ինչ է կատարվում իրենց ընտանիքի անդամի հետ, որ երբ որ երիտասարդ է մարդիկ ավելի համբերատար են, բայց նույն բանը կատարվում է նաև տատիկ-պապիկների հետ, պիտի որ ավելի հանդուրժող լինեն, համբերատար։ Սովորաբար մարդիկ երբ որ տարիքով են, իրենց այդքան մեծ ուշադրություն մեկ չեն դարձնում, երեխաներին կարծես ավելի են ուշադիր, կամ էլ ասում են, դե մեզ հերիք է, որ ինքը ոտով ձեռով լինի այդքանը, բայց դա իհարկե ճիշտ չէ։ Նաև կան ուսումնասիրություններ, ես էլ եմ այդպիսի ուսումնասիրություններ անցկացրել, եթե միջավայրը ակտիվ է, ինքը մասնակից է դառնում, ապա վերականգնման տոկոսը շատ ավելի մեծ է։ Այսինքն միջավայրի միջամտությունը եւ գրագետ միջամտությունը իհարկե շատ կարեւոր է։ Ինտեգրվել է կյանքի, վերադարձնել է կյանքի։ Ընդհանուր գործողություններ կատարել, խաղեր, խաղալ, ասենք նարդիա կարտա, չգիտեմ, մի բան իրար հետ պատրաստել, հարցեր տալ թեկուս հաուչեի մակարդակով, եթե արդեն այդ մարդը դա կարող է անել, որտեղ լինում են դեպքեր, երբ որ լոգոպեդի կաբինետում ինքը բավականին լավ հաջողություններ է դրսևորում, բայց այդ հմտությունը արվում է, որտեղ լոգոպեդը գիտի ինչպես խոսի այդ մարդու հետ։ Այդ հնարը պետք է սովորեցնել հարազատին եւ նաեւ ասել, թե ինչպես դու իր հետ շփվես ուրեմն կյանքում։ Այդ հմտությունը, որպեսզի ինքը ամրապնդվի։ Շալի, շնորհակալ եմ Տիկին Ժանա, շատ օգտակար զրույց եղավ, կարծում եմ, որ մարդիկ մեզ լսում էին, որոշ այսպես ասած դասեր քաղեցին, վերանայեցին, վերաբերմունքը մտածեցին եւ տարեցնեն էլ, որ մեզ լսում են, գուցե իրենք մտածեն, արդյոք կա խնդիրներից որևէ մեկը, շատ նախնական փուլում, որտեղ մարդը ինքը կարող է հասկանալ, որ ունի գուցե խոսելից դժվարություն, բառերն է դժվար գտնում կամ տարածական կողմնորոշման։ Այո, դժվարություններ կարող ենք ունենալ, բայց դրանք կարող են ուղղակի լինել, ասենք, հիշողության հետ կապված
կապված, հա, կլման ակտին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն մեծ հասակ մարդիկ, որովհետև կլման ակտը էլի շատ բան իմաստն է կայում, պարտադիր չէ, որ դա բերի կատված է, բայց կլման ակտը ինքը կենսակերպ է, մեզ պետք է, չէ, ինչ-որ բան ծնունդ ստանալ, հեղուկ ընդունել և նման դեպքերում նույնպես էլի պետք է անհապաղ դիմել առաջին հերթին բժշկի։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, որ այս թեմային դուք ուշադրություն եք դարձրել։ Շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի am.radio.am կայքում, դիտեք հաղորդումը, կարդացեք հոդվածը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։